Սուրբ Գրիգոր Տաթևացին Լվացվեցեք, սրբվեցեք, թոթափեցեք ձեզնից ձեր չար գործերը։ Աստծո առաքյալը մեզ ուսուցանում է ասելով. ցանկությունը հղանալով մեղք է ծնում, իսկ մեղքը հասունանալով մահ։ Սա է ուզում ցույց տալ, թե ցանկությունը, որ մեր մեջ է, մայր է դառնում և սերմ ընդունելով սատանայից անօրենություն է հղանում, որ նույն ինքն Աստծո օրենքների արհամարհումն է, նաև հեշտություն և մարմնի փափկություն է երկնում, որ կոչվում է մեղք, իսկ մեղքի հետևանքով մեղանչողին մահ է ծնվում, ինչպես ասում է Դավիթը. «Անօրենությամբ հղացավ և մեղքերի մեջ ծնեց ինձ իմ մայրը»։ Եվ 4 հատկություն ունի կնոջ հղանալն ու ծնելը, որոնք ցույց են տալիս մեղքն ու մեղքի պատիժը։ Առաջին, ինչպես հղանալը հեշտությամբ է, իսկ ծնելը ցավերով, այնպես էլ մեղքի գործը հաճելի է թվում, սակայն պատիժը ցավերով է լինում։ Երկրորդ, ինչպես հղանալը ծածուկ է, իսկ ծննդաբերելը հայտնապես, այնպես էլ մեղքի գործը ծածուկ է, սակայն պատուհասվելու ժամանակ խայտառակվում է։ Երրորդ, ինչպես անհնար է, որ հղին առանց ծնելու մնա, այնպես էլ անհնար է, որ մեղքն առանց պատժի լինի, քանի որ մեղավորը կամ այստեղ է տանջվում, կամ այնտեղ։ Չորրորդ, ինչպես ժամանակը լրանում է և ապա հղին ծննդաբերում է, այսպես երբ մեղքի չափը լրանում է, և ապա մարդը պատժվում է, ըստ այնմ ամորհացիների մեղքերը դեռ իրենց լրումին չէին հասել։ Սակայն կանանց երկունքին հակառակ երկունք և ցավ է հանդիպում մեզ, քանի որ նրանք նախքան ծնելն են երկունքի ցավ քաշում, իսկ երբ մանուկը ծնվում է, հանգստանում են, ըստ Տիրոջ խոսքի, թե «այլևս չի հիշում նեղությունը, որովհետև մարդ ծնվեց աշխարհում»։ Իսկ մեղքի երկունքը նախքան ծնելն է բերկրում, ուրախանում և ցնծում, իսկ երբ ծնում է չար զավակին, որը մեղքն է, այնժամ հառաչում, վշտանում, կսկծում ու ցավ է քաշում։ Դարձյալ կինը կարճ ժամանակ ցավերի մեջ է լինում, իսկ հետո երկար ժամանակ հանգստանում է, իսկ նա կարճ ժամանակ մեղքի մեջ հանգստյան համար հավիտյան չարչարվում է և տանջվում։ Եվ սա այն պատճառով է լինում, որ երբ մեղք ենք գործում, արտաքին զգայարանների փափկությունն ու թափառումները հարբածի նման խավարեցնում են միտքը և թույլ չեն տալիս զգալ մեղքը։ Իսկ երբ ցանկությունը հանգչում է, մտքի դառն խայթոցը, որը խղճմտանքն է, իսկույն հարվածում ու չարչարում է մեզ, քանի դեռ կենդանի ենք մտքում, իսկ հետմահու դժոխքում։ Իսկ ի՞նչ է խղճմտանքը։ Վարդապետներն ասել են, թե բանականության վերին մասը շարժող զորությունն ու պայծառ լույսն է, քանզի ստորին մասը խառնված է զգայությունների հետ և փափկացած, իսկ վերին մասն ունի բնական և պայծառ լույս, և այդ լույսով է երևում այն, ինչը խառնված է զգայարանների ստորին մասի հետ։ Այն մտքի ճրագն է, որի մասին մարգարեն ասում է. «Դու լուսավոր ես դարձնում իմ ճրագը, և նա է, որ մղում է մեզ դեպի բարին ու փախչել է տալիս չարից։ Նա է մեր անաչառ դատավորը միշտ մեզ հետ և ցույց է տալիս մեզ մեր ստուգությունը, ըստ այնմ, եթե մեր սրտերը մեզ չհանդիմանեն։ Եթե բարու մեջ ենք, նա ուրախացնում է մեզ և զորացնում է միշտ նույնը գործելու, իսկ եթե չարի, նա կսկծեցնում է մեզ և շարունակ հանդիմանում, մինչև ցավը հանում է մեզնից, ինչպես առողջարար դեղը հանում է մարմնի ցավը։ Եվ նա է, որ տրտմեցնում և հալումաշ է անում մեզ, և նրանով ենք հառաչում մեղքերի համար։ Եվ լինում է, երբ մեղքի հեշտությունը հույժ ավելանում ու ծածկում է այդ լույսը, որը նվազում է, բայց իսպառ չի հանգչում ու կորչում, այլ երբեմն
ի հայտ է գալիս ու խայթում է մեզ, այսինքն խղճմտանքը։ Ուստի ասում է. «Դվացվեցեք, սրբվեցեք մեղքերից, որպեսզի խղճմտանքդ չդատի քեզ»։ Այստեղ պետք է գիտենալ, որ հակառակ մեղքերի այս երկունքին մեր մեջ արդար գործերի երկունքն է լինում։ Քանզի մեր հոգին Աստծո սիրով ընդունելով Աստծո պատվիրանների ահի և երկյուղի սերմը, հղանում է սրտում, աճում ու զարգանում և ծնում է առաքինության զավակին, որ է մեր հոգիների փրկությունը, ըստ այնմ, քո ահով ու երկյուղով հղանալով երկնեցինք և ծնեցինք մեր փրկության հոգին։ Իսկ ինչու է ասում հղացանք, երկնեցինք ու ծնեցինք, քանի որ կան շատերը, որոնք հղանում են Աստծո պատվիրանների երկյուղը, բայց վիժում է մտքից և չի թողնում ծնել հոգու փրկությունը, ինչպես այն, որ բարի սերմը հավաքեց ճանապարհից և եղավ անպտուղ։ Այսպիսին էր Հուդդան, որ հղացավ Աստծո երկյուղը, բայց չերկնեց, քանի որ սատանան մտավ նրա մտքի արգանդը, ապականեց սերմը և չթողեց, որպեսզի հասնի ծննդյան չափին։ Դրա համար Քրիստոսի մատնությունից հետո անզեղչ սրտով հուսահատված գնաց խեղդվեց ի կորուստ մարմնի և հոգու։ Եվ հիրավի, բարձր տեղում օդի մեջ կախվելով խեղդվեց, քանզի այն պարանոցը, որտեղից ելավ Աստծուն մատնող ձայնը և խաչ բարձրացրեց, ինքը ևս պարանով օդում և խեղդվեց և ուռելով պատռվեց։ Դարձյալ, քանզի ոչ թե երկնքում հրեշտակած դասերի մեջ և ոչ թե երկրի վրա մարդկանց հետ պիտի դատվի, այլ օդային չար դևերի հետ չարաչար պիտի կորչի։ Եվ գլխուղեղը բերանով չելավ, այլ պարանոցի միջով թափվեց որովայնն ու հեղվեց, և գարշելի հոտով հայտնի դարձավ բոլորին, որտեղից ելավ վարդապետի ժահաղոտ և դառն մատնությունը, և միայն բերանն անվնաս մնաց, քանզի մոտեցավ Քրիստոսի բերանին և համբուրեց նրան։ Այսպես շատ մարդիկ կան երկրի վրա, որոնք բարի սերմեր են հղանում, բայց չեն երկնում, ոչ էլ ծնում են, քանի որ գործերի ավարտին չեն հասնում, որի համար ասում է մարգարեն. «Լվացվեցեք, սրբվեցեք և սովորեցեք բարիք գործել»։ Ես սրա համար հիշեցի, եղբայրներ, որովհետև երկուսն են բարիքները, առաջին և երկրորդ։ Առաջին բարիքը չմեղանչելն է, այլ հոգով ու մարմնով անարատ և անբիծ լինելն ու մնալը։ Իսկ երկրորդ բարիքը մեղքեր գործելուց հետո խոստովանելն ու ապաշխարելն է, որովհետև եթե ապաշխարանքը երկարում է, չմեղանչողների կարգում է դնում մարդուն։ Երկու բան է բաժանում մեղավորին անմեղից՝ մեղքն ու պատիժը։ Մեղքն այն է, որ ինքը գործեց, իսկ պատիժը, որ Աստծո արդարությունն է պատուհասում նրան։ Սակայն երբ ամբողջ սրտով խոստովանում է մեղքերը, ներում է և ապաշխարությամբ, որ մեղքերի փոխարեն է հատուցում, ինքն իրեն պատժում է և Աստծուց այլևս չի պատժվում ոչ այստեղ, ոչ էլ հանդերձյալում։ Քանզի արդար է Աստծո դատաստանը, ինչպես որ երևում է առաջին սուրբերի օրինակով, որոնք ապաշխարելով արդարացան, ինչպես Դավիթ մարգարեն շնություն ու սպանություն գործեց, բայց մեղա ասելով արդարացվեց։ Նույնպես և Պետրոս առաքյալն իր ուրացությունը քավեց դառն արտասվելով։ Այսպես և պոռնիկ կինն ու ավազակը և էլի շատերը, ինչպես գրել են հայրերը, եթե արդարագործ չես, արդարախոս եղիր և նույնի մեջ երկար մնալով արդարագործել կլինես։ Իսկ եթե մարդու գործը վատ է լինում և լեզուն ստախոս, չի կարող արդարանալ, զորօրինակ նախաստեղծները Ադամն ու Եվան, որոնք Աստծո պատվիրանի դեմ մեղանչեցին ու կերան պտղից։ Եվ երբ Աստված հարցրեց նրանց ապաշխարության կանչելով, Ադամը
պատճառ բերեց կնոջը, կինն էլ օձին, քանզի հարցրեց Ադամին. «Ուր ես»։ Ողբական և հարցական։ Ողբականն այսպես է, քանզի իր ձեռքով ստեղծեց ու ոտքով գալիս է հիվանդին հարցնելու և ձայնով ողբում է. «Ուր ես», իբրև թե որ փառքից որ անարգության ընկար, երկնայինդ և անմահդ դարձար երկրային և մահկանացուն։ Ողբում եմ քեզ, քանզի քո մեջ նկարեցի իմ պատկերը, բայց դու ոչ քեզ խնայեցիր, ոչ էլ այդ պատկերից ամաչեցիր։ Իսկ հարցականն այս է. «Ուր ես», այսինքն որ մեղքի մեջ ես կամ ինչպիսի տեղում, որպեսզի նա խոստովանի և ասի պատճառը։ Իսկ նա ասաց. «Լսեցի քո ձայնը և վախեցա, քանզի մերկ էի և թաքնվեցի»։ Տես մեղքի պտուղները՝ երկյուղը, թաքնվելը և մերկությունը։ Քանզի ամեն մեղք, այդ երեքն է պտղաբերում այստեղ, երկյուղը տանջանքների համար, ամոթը գործած մեղքի համար, իսկ մերկությունը զրկումն է Աստծո շնորհներից։ Սա ցույց տվեց Ադամն իր մեջ, և ասաց Աստված. «Ո՞վ պատմեց քեզ, թե մերկ ես։ Այն օրը, երբ ստեղծեցի քեզ, մերկ չէիր, և երբ կենդանիներին անուններ դրեցիր, մերկ չէիր, այժմ ինչպե՞ս մերկացար։ Ո՞վ պատմեց քեզ մերկությանդ մասին, իբր չիմանալով»։ Ապա ասաց. «Մի՞թե այն ծառից, որից պատվիրեցի քեզ չուտել, կերա՞ր արդյոք նրանից»։ Ասես երկբայությամբ է ասում խոսքը, որպեսզի նա իր բերանով խոստովանի և արդարացվի։ Բայց նա հանդուգն պատասխան տվեց, ասաց. «Այն կինը, որին տվեցիր ինձ, նա տվեց և կերա»։ Այս խոսքը ցույց է տալիս, որ թեպետ մեկ է գործը, բայց երկու գործակիցներն էլ, որոնք խոստովանում են, պարտական են, ուստի զատ էր հարցնում։ Եվ նա ասաց. «Օձը խաբեց ինձ»։ Տես մեղքի կեսն ասաց և կեսը ծածկեց, այսինքն աստվածանալու հանցանքը չասաց, որի համար մեղքը չներվեց։ Նաև կեսն էլ ճիշտ չասաց, որովհետև ասաց. «Օձը խաբեց ինձ»։ Օձը նրանից ավելի մեծ մեկը չէր, ոչ էլ նրա ընկերը, այլ նրա իշխանության տակ էր, նրանից ցածր, քանզի պարտադրանքն ու բռնադատությունը մեծինն է, խաբելը հավասարինը, իսկ աղաչելը ավելի ցածրինը։ Բայց արդ օձը նրան ոչ աղաչեց, ոչ բռնադատեց, ոչ էլ խաբեց։ Ընկեր և հավասար չէր նրան, ինչու խաբվեց։ Ուստի մեղքը չներվեց։ Իսկ որ օձին չհարցրեց, երեք պատճառով էր. Նախ, քանզի վայել չէր խոսել նրա հետ, որ իր պատկերին մարդուն փառքից գցեց։ Երկրորդ, որովհետև բառ և խոսք չուներ օձը, ինչ պատասխան պիտի տար։ Երրորդ, եթե հարցներ, օձն անշուշտ ցույց էր տալու բանսարկուին, և եթե այն ժամանակ պատժեր նրան գեհենի կրակով, նա մարդկանց բազմաթիվ բարիքներ կորստյան էր մատնելու, նաև այն, որ փորձությամբ սատանան շատերի պսակների առիթ դարձավ։ Սակայն նրան չթողեց անպատիժ, այլ օձի միջնորդությամբ նաև սատանային պատժեց, որն իմանալի օձն է։ Արդ չորսն են սրանք, այսինքն սատանան, օձը, Եվան և Ադամը։ Այսպես, մեր մեջ Ադամը միտքն է, Եվան զգայարանները, օձը ցանկությունը, սատանան նույն ինքը ցանկությունը գրգռողը, և ապա գործում ենք մեղքը։ Դարձյալ, մեղք գործելը 4 աստիճան ունի, այսինքն սատանայի հուշումը, մեր խորհուրդների հեշտությունը, կամքի հավանությունը և ապա մեղքի գործը։ Դարձյալ մեր բնական ցանկության գրգռումը օձի հուշումն է, ապա բանականի ստորին մասի հեշտությունը, որ խառնված է զգայարանների հետ և հեշտանում է ինչպես Եվան, ապա բանականի վերին մասի հավանությունը ինչպես Ադամը, և ապա գործվում է մեղքը այս 4 աստիճաններով։
իսկ մեղքը գործվելուց հետո պատճառ են բերում մեկը մյուսին, աշխարհականը քահանային, փոքրը մեծին, ամուսինը կնոջը, եւ ինչպես Ադամն ու Եվան, որոնք միմյանց պատճառ բերեցին, չարդարացան, նույնպես եւ ովքեր պատճառանք են բերում մեղքին, չեն արդարանում, ըստ այնմ, երբ մարդը պատճառանք էր բերում մեղքին, այլ յուրաքանչյուր ոք իր պատիժն է կրում, ով մեղքին գործակից է։ Ինչպես այն ժամանակ նախ օձը պատժվեց, որովհետև նախ նա մեղանչեց, ասվեց նրան. անիծյալ լինես բոլոր կենդանիներից, այն է, որ բոլոր կենդանիներն սպանում են նրան։ Քո լանջի և որովայնի վրա սողաս, որովհետև ոտք դարձար թշնամուն, և հող ուտես, որովհետև հող դարձրեցիր մարդուն, և թշնամություն պիտի դնեմ քո և այդ կնոջ միջև, որովհետև մարդուն Աստծո հետ թշնամի դարձրեցիր։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, որովհետև ջանացիր սպանել մարդուն, որ գլուխն է բոլոր կենդանիների, և դու նրա ոտքի գարշապարի ներքո կոխան կլինես։ Եվ այս բոլոր նշանները, որոնք կան օձի վրա, այս անեծքից եղան։ Քանի որ սուտը ճշմարտության հետ խառնեց, դրա համար լեզուն դարձավ երկճյուղ, մարդուն մերկացրեց, ինքն էլ մերկանում է իր մաշկից, մարդու դեմ նախանձ բերեց, ինքն էլ սողում է լանջի և որովայնի վրա, և այսպես շարունակ։ Իսկ եթե մեկն ասի, օձը բանական կենդանի չէր, ինչու այսպես դատապարտեց Աստված։ Ասում ենք, թեպետ ինքը բանական չէր, բայց դարձավ չարի գործիքն ու կրողը, ինչպես պիղծ կենդանին, որ ընկնում է մաքուր անոթը, պղծում է այն, և ինչպես օրենքն էր հրամայում սպանել այն անասունին, որին մարդը ցանկանում էր, նույնպես և ջրհեղեղի ու սոդոմայեցիների ժամանակ անասունները ևս պատժվեցին։ Նույնպես և այժմ, եթե խռովություն, հիվանդություն կամ տարաժամմահ է լինում, արդարներն ու մեղավորները միասին են կրում, ոչ թե անիրավ է Աստված, այլ մեղավորները կրում են պատուհասը և այստեղ, և այնտեղ տանջվում են, իսկ արդարները միայն այստեղ, կամ եթե արդարները փոքր-ինչ հանցանք ունեն, քավվում է այն, կամ եթե ամենևին անմեղ են, նահատակությունն է նրանց համար և փառք ու պսակ։ Իսկ օձին Աստված պատժեց երկու պատճառով. նախ, քանզի դարձավ չարի գործիքն ու կրողը, և երկրորդ, քանզի օձն ավելի նման է մեղքին, քանի որ սողալիս 5 գալար է ունենում, որ նշանակում են մեր 5 զգայարանները, 2 աչքերը, 2 ականջները և 1 լեզուն, որոնցով խոսում, լսում և տեսնում են միմյանց այր և կին և մեղք են գործում օձի նման, այդ պատճառով էլ հիրավի անիծեց օձին։ Իսկ Եվային ասաց. բազմացնելով պիտի բազմացնեմ քո տրտմությունն ու հեծությունները, միայն քանի որ մեր մարդկային բնությունն ինքնին փոփոխական ու ցավոտ է, երբ Աստված ևս բազմացնում է դրանք, ով կարող է աղետը պատմել։ Եվ այս է պատճառը, որ որքան օրերն ավելացնում է, այնքան և մեր ցավերն են բազմանում։ Դարձյալ, որքան երկարում է ժամանակը, երկիրը մաշվում է, ծերության է գնում ու տկարանում, ինչպես ծեր մարդու զորությունը պակասում է և ցավն ավելանում է։ Դարձյալ, որքան մոտ ենք մահվան, այնքան մոտենում ենք դժոխքի ցավերին, ինչպես երեկոյան քիչ-քիչ ավելանում են խավարն ու ցուրտը։ Տրտմությամբ պիտի որդի ծնես, բայց ինչ տրտմություն, քանզի մահկանացու զավակ է ծնվում, և բազմաթիվ զավակներ մեռնում են մայրերի առաջ, և այրում ու տակնու վրա են անում մոր աղիները։ Չհաշված երկունքի ցավերը, որ երկրորդ մահ է և առավել է, քան անասունների ծնունդը, որովհետև նրանք մնացին իրենց բնությամբ, իսկ մարդը թողեց, այդ պատճառով ցավն ու երկունքն առավել է մեր մեջ։ Քո ամուսնուն պիտի ենթարկվես,
Այս պատիժը կրում են բոլոր կանայք, ովքեր ճաշակում են երկունքն ու ծննդյան ցավերը և դարձյալ դառնում են դեպի ամուսնություն։ Եվ նա պիտի իշխի քեզ վրա, քանի որ կամեցար տեր դառնալ Ադամին և աստվածորդիներ ծնել, դրա համար մարդու իշխանության տակ պիտի լինես։ Ուստի պարզ է, որ կնոջ վկայությունն ընդունելի չէ և ոչ դատավոր, ոչ էլ գյուղի կամ քաղաքի իշխան է լինում և ոչ ուրիշ որևէ աստիճան կարող է ստանալ սարկավագության, քահանայության և այլն, քանի որ մարդու հնազանդության տակ է և նրա ոտքը այս էր կնոջ պատիժը։ Իսկ Ադամին ասաց. «Անիծյալ լինի երկիրը քո արածի պատճառով, քանի որ անսացիր քո կնոջ ձայնին։ Դրա համար քո կնոջ հետ ժառանգիր անիծյալ երկիրը, որովհետև եթե ինձ լսած լինեիր, դրախտը պիտի ժառանգեիր։ Փուշ և տատասկ աճի քեզ, որպեսզի խոցի և ցավեցնի քեզ։ Երեսիդ քրտինքով ուտես քո հացը, դրախտի անաշխատ փափկության փոխարեն, մինչև հող դառնաս։ Այս է մահով մեռնելը, որ ասաց. այն օրը, երբ ուտես դրանից, մահով կմեռնես»։ Այսինքն, որ հոգիդ մարմնիցդ բաժանում է, մարմինդ ապականվում է տարրերի մեջ, իսկ հոգիդ աներևույթ տանջանքների, և կամ մահով ես մեռնում, այսինքն թե կա անձնավոր մահ, որ է սատանան, նրանով ես մեռնում։ Դարձյալ անասունների մահով ես մեռնում, կամ թե մահով մեռնելն առավելն է նշանակում, ինչպես ասում ենք, կենաց կյանք, որ է արդարություն և սրբություն, նույնպես մահու մահն է մեղքը, քանզի մեղքը ոչ թե մարմնի մահն է, այլ հոգու և մարմնի, և ոչ թե ժամանակավոր մահ է, այլ հավիտենական, ինչպես մի իմաստուն տեսնելով ոմանց շնության մեջ ասել է. «Այդ մահկանացու մահ չէ, այլ անմահ չար»։ Սա նրա համար հիշեցի, եղբայրներ, որպեսզի իմանաք, թե ամեն մեղքի, ինչ էլ գործեն մարդիկ, կա պատուհաս կամ այստեղ, կամ հանդերձյալում, ըստ յուրաքանչյուր գործի, ինչպես երևաց նախաստեղծ Ադամի և Եվայի վրա։ Եվ պետք է իմանալ, թե ինչ են լինում, ինչպես մինչև գործը մեղքի 4 աստիճան կար, այնպես էլ մեղք գործելուց հետո է 4 աստիճան լինում։ Նախ, որ ծածուկ և թաքուն են գործում մեղքը, որպեսզի հայտնի չդառնա։ Երկրորդ, որ երբ հայտնի է դառնում, այնժամ լրբանում և հանդուգն են դառնում։ Երրորդ, որ վարժվում են մեղքին և հեշտանում։ Չորրորդ, որ հուսահատվում են և անզեղչ սրտով մնում են մեղքի մեջ։ Իսկ այս անզեղչությունն ու հուսահատությունն ավելի ծանր ու աններելի մեղքեր են, ինչպես ասում է Տերը, քանի որ ամեն մեղք հույսով և զղջմամբ է ներվում, իսկ ով չունի հույս և զղջում, թողություն չի ստանում, ինչպես սատանայի մեղքը չթողնվեց, քանի որ չզղջաց։ Երեքն են մեղավորների դասերը, մեկը մյուսից ավելի ծանր։ Մեղք կա, որ ակամա անգիտությամբ և տկարությամբ է լինում, ինչպես մանուկների մեղքը, և սա ավելի փոքր մեղք է ըստ մարգարեի. «Իմ մանկության և անգիտության մեղքերը մի հիշիր»։ Երկրորդը, որ կամովին և գիտությամբ է լինում, սակայն մտքում ունի մեղքից ելնելը և սրտով զղջալը, և սա ևս հետո բարու է փոխվում, քանի որ զղջման ծաղիկը չի կորչում և հույսը երբեք չի ամաչեցնում։ Իսկ երրորդը, որ կամովին, գիտությամբ և զորությամբ է մեղանչում, սրտով մնում է անզեղչ և հուսահատված։ Այսպիսի մեղքը թողություն չի գտնում, և այն մահացու մեղք է, ինչպես ասում է Հովհաննեսը. «Կան մեղքեր, որոնք մեղքեր են, և կան, որոնք մահացու են»։ Եվ կամավոր մտքով մեղանչելն այն է, ինչպես գրում է առաքյալը, այսինքն, եթե կամովին, զորությամբ և մտքի գիտությամբ մեղանչենք մեղքերի քավության համար, այլևս զոհ պետք չէ, այլ դատաստանի ահեղ սպասում է և հրի վրեժխնդրություն, որ լափելու է հակառակորդներին։
Արդ Աստուծո սիրով աղաչում եմ ձեզ, եղբայրներ, անզեղչ կամքով մեղքի մեջ չմեռնենք և առանց ապաշխարելու աշխարհից չելնենք, քանի որ ահավոր է ընկնել կենդանի Աստուծո ձեռքը։ Եթե չենք կարող անմեղ մնալ, որը հրեշտակների գործ է, մեղքի մեջ անզեղչ չլինենք, որը սատանայի գործ է, այլ ինչպես մարդու գործ է, հեռանանք մեղքերից և թողության արժանանանք, դառնանք մեղքերից և ապաշխարենք, սրտով զղջանք, բերանով խոստովանենք և գործով արդարանանք, դառնանք առ Աստված, և նա կդառնա դեպի մեզ։ Քանզի երբ զղջում ենք մեղքերի համար, Աստված հաշտվում է մեզ հետ, և երբ խոստովանում ենք, ներում է մեր մեղքերը, երբ ապաշխարում ենք, ազատում է տանջանքների պատիժներից։ Իսկ երբ դու չես թողնում քո մեղքերը, Աստված էլ չի թողնում քո մեղքերի պատիժը, եթե դու չես դառնում առ Աստված, Աստված էլ չի դառնում դեպի քեզ։ Դու հաշտվիր Աստուծո հետ, քանզի դու բարկացրեցիր Նրան, դու մոտեցիր Աստծուն, քանզի դու հեռացար Նրանից և կորստյան մատնեցիր քեզ, ինչպես ասում է Մարգարեն, ովքեր հեռացրին իրենց անձերը քեզանից, պիտի կորչեն։ Դու գտիր քեզ, քանզի դու կորստյան մատնեցիր քեզ, դու եղիր արդար, քանզի դու մեղանչեցիր, որովհետև Աստված, ով ստեղծեց քեզ առանց քեզ, չի արդարացնի քեզ առանց քեզ։ Մի ասա, թե ողորմած է Աստված, կքավի իմ մեղքերը։ Այո, ողորմած է, բայց և արդար է, քանի որ զղջացողներին ողորմում է, իսկ անզեղչներին արդարությամբ դատում է և քննում։ Ողորմած է, բայց արժանավորների համար, իսկ անարժանների համար արդար դատավոր է։ Ողորմած է մեղավորի հանդեպ այս կյանքում, իսկ հանդերձյալում արդարադատ է։ Այստեղ ողորմության և շնորհի աթոռին է նստած, իսկ այնտեղ դատողական աթոռին, և պետք է մենք ողորմությունից ամաչենք կամ արդարությունից երկնչենք։ Այստեղ ներում է, իսկ այնտեղ դատապարտում։ Առաքյալն ասում է. «Եթե Աստծո ներողամտությունն արհամարհում ես, քո անձի դեմ բարկություն ես դիզում Աստծո արդար դատաստանի օրը»։ Քանզի մինչև պարանոցը թաղող, ձորը լցնող հուրն այն է, որ ասում է. «Անիծյալներ, գնացեք ինձանից հավիտենական հուրը, որից թող փրկի մեզ ամենքի փրկիչը, մեր Քրիստոս Աստված, և Նրան փառք հավիտյանս։ Ամեն»։